Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի մի նոր թիվ է հնչեցրել իշխող թիմը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է 3833 անձի զոհվելու մասին, այդ թվում 78 քաղաքացիական անձ և 3755 զինծառայող։ Նաև ասել է, որ անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։ Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրում եպիսկոպոսներին, ավելի վաղ իշխանական պատգամավորների էջերում և թելեգրամում եպիսկոպոսներից մի քանիսի ստորագրությամբ լուսանկար էր տարածվել, որում ասվում էր, իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայրաթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։ Դա ներկայացվել է Գարեգին II-ին, բայց կաթողիկոսը իբր առոչինչ է համարում այդ արդյունքները։ Վարչապետը եկեղեցու մասին խոսել է կառավարության նիստից հետո։ Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ, և իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ, և այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Արշակ Սրբազանի փաստաբանը ոչ միայն հերքում է տեսանյութի իսկությունը, այլև չի հավատում փորձաքննության փաստին։ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսահիկ Արթենյանն ասել է, որ հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Նաև Սրբազանն ինքն է խոսել նոր քննարկումների մասին։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Եվ ինձ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրաված եմ ակամա այս պրոցեսի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպես կարող է երրորդ, չորրորդ գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննություն լինել։ Մի ճշտող հարց է, եթե ամեն դեպքում որոշում կայացվի եւ վեհապարն էլ այդ որոշում կայացնի ժամանակավորապես, ինչպես նշվում էր նախորդ այդ հայտարարության տեքստում, սառեցնել առժամանակ ձեր պաշտոնները, ինչպես կվերաբերվեք օրինակ դուք, եթե նման որոշում կայացնի վեհապարը։ Գիտեք, ես եթեներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գետ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում։ Қырғызստանում առավոտյան մեկնարկել է ՀԱՊ գագաթնաժողովը, որին Հայաստանը չի մասնակցում։ Ինչպես պարզաբանել էին արտգործնախարարությունից, Երևանը չի խոչընդոտում փաստաթղթերի ընդունմանը, սակայն կառույցից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ զինել ժամանակակից ռուսական զենքով։ Ավելի քան 5 ամիս կալանքի տակ գտնվող Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ կալանքի փոխարեն կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2.500.000 դրամ։ Սրբազան պայքարի գործով նախորդ նիստին ուղիղ 1 շաբաթ առաջ դատավոր Կարեն Ֆարխոյանը Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարացրել էր 3 ամսով, մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը։ Այս ճնշմանը չէին կարող դիմանալ։ Ես անկեղծ շատ բան չգիտեմ, ես մի մասին եմ ծանոթ այդ գրառումների, ակցիաների, ես չեմ իմացել շատ բաների մասին, շնորհակալ եմ բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր ոչ թե իմ կողքն են կանգնել այսօր, այլ փորձում են այնպես անել, որ Հայաստանում արդարադատության համակարգը չկործանվի վերջնականապես։ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը հատել է, կարմիր գիծը մասնագետներն են ահազանգում։ Մինչդեռ Տիգրան Ավինյանը օդի աղտոտվածությանը խիստ սեզոնային բնույթ է վերագրում, ասում է դա պայմանավորված է աշխարհագրական գործոններով։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն եւ խնդիրը բազմաշերտ է եւ առաջին հերթին իհարկե պայմանավորված է ջեռուցման սեզոնով,
Այս մի քանի օրը նաև պայմանավորված է որոշակի հրդեհներով, որոնք որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում, բայց ամենակարևոր եւ ամենաբարդ հատվածը իհարկե մեր աշխարհագրական դիրքն է եւ հարարատյան գոգավորության հատվածում կուտակվող եւ չշարժվող օդը։ Կամո Ցուցուլյանի որդու ինքնասպանության փորձի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ներքին գործերի նախարարությունն է հայտնում, բայց նաև չի հերքում օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու եւ վնասվածք ստանալու փաստը։ Վստահեցնում է, որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Տավուշում այրվող անտառները մարել շտապող ու վթարի ենթարկված 4 փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 3-ը բուժվում են Երևանում, վերջին օրերին հրդեհներ են Հայաստանի տարբեր հատվածներում Սյունիք, Կոտայ, Կարագածոտ, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ։ Խոտածածկ ու բուսածածկ հսկայական տարածք է այրվել։ Հարցերը շատ են, վարկածները նույնպես, դիտավորություն կա, թե ոչ, պաշտոնյաները չեն շտապում հայտնել։ Տավուշում բռնկված հրդեհները իրարից բավական հեռու են, բացի երկուսից, Վոլորաններինը եւ ուրեմն Լեռնային Հայաստան առողջանի հարակից հատվածի հրդեհներն են տարածքային առումով իրար մոտ, իսկ մնացած երկուսը մեկը դեպի Բերթի հատվածը, իսկ մյուսը դեպի Լոռու մարզ հատվածը, այսինքն իրարից բավական հեռու են։ Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ոստիկանությունը եւս միջոցառումներ իրականացնում է եւ եթե որոշակի բացահայտումներ կամ հրապարակայնացնելու ենթակա որևէ տեղեկություն ունենանք, բնականաբար կհայտնենք, այս պայն որևէ նման տեղեկություն չունենք, որպեսզի հրապարակենք, սակայն ըստ մասնագետների նաև նպաստող հանգամանք է չոր կլիման, որոշ շրջան ընդհանրապես տեղումներ չեն եղել եւ չոր կլիման էլ հնարավոր է որ նպաստում է ընդհանուր հրդեհների տարածմանը, նաև դուք գիտեք տարածաշրջանում էլ կան խոշոր անտառային հրդեհներ։ Համացանցում կադրեր էին տարածվել, թե ինչպես են արջերը փախչում հրդեհված անտառից, ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են այդ հատվածում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվել, այդ պատճառով են կենդանիները տեղաշարժվել, կենդանիների անկման դեպքեր չեն գրանցվել։ Խոշոր հրդեհ է բռնկվել նաև Հոնկոնգում, 44 մարդ է մահացել, եւս 279 կորած է համարվում։ Շինարարական ընկերության 2 տնօրեն եւ 1 խորհրդատու ինժեներ է ձերբակալվել, չկանխամտածված սպանության կասկածանքով տեխնիկական մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնք արագացրել են հրդեհի տարածումը։ Լոռու մարզի հիվանդանոցներից մեկում 11-ամյա տղա է մահացել, ծնողները մեղադրում են բժիշկներին եւ դիմել են իրավապահներին, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Վաշինգտոնի կենտրոնում Սպիտակ տնից 1.5 կիլոմետր հեռավորությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Տուժել է ազգային գվարդիայի 2 զինծառայող, որոնց վիճակը ծանր է։ Հարձակվողը վիրավորվել է եւ ձերբակալվել։ Նա 29-ամյա Ռահմանուլլահ Լաքամալն է, հանցագործը Աֆղանստանից Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականին, պաշտոնական տվյալներով հրաձիգը գործել է միայնակ։ Միացյալ Նահանգների նախագահը կատարվածն անվանել է ահաբեկչական ակտ, իսկ կասկածյալին Գազան, որը բարձր գին կվճարի արարքի համար եւ կստանա ամենախիստ պատիժը։ Դոնալդ Թրամփը նաև հրահանգել է Վաշինգտոն ուղարկել հավելյալ 500 գվարդիական, որոնք միանալու են արդեն քաղաքում գտնվող մոտ 2200 զինծառայողի։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է. Քաղբանտարկյալների հարցով ընդդիմադիրների հրավիրած լսումներին 3 գլխավոր դատախազը չէր ներկայացել։ Լսումները բոյկոտել էին նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանները, որոնց եւս հրավիրել էին ներկա գտնվելու կամ ներկայացուցիչ ուղարկելու։ Լսումներին մասնակցում էր միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը նիստերի դահլիճում նստած հետևում էր լսումներին։ Փաստորեն ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում
քաղաքական հետապնդումներով եւ չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլև անգամ նման քննարկումների չեն մասնակցում, բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը եւ նրանք քարտ բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։ Ժողովուրդը գրում է, ԿՊ խմբակցության համար շոկային է եղել այն տեղեկությունը, որ Անդրանիկ Քոչարյանը եւս դիմել է ընդգրկվելու ԿՊ-ի նախընտրական ցուցակում։ Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ ԿՊ խմբակցության մի մասի համար այս տեղեկությունը անակնկալ է եղել, քանի որ համոզված էին ԿՊ վարչությունը նման երաշխիք չի տա։ Սակայն պարզվել է, որ երաշխավորը ազգային ժողովում ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Երբ ԿՊ-ականները փորձել են պարզաբանում ստանալ Կոնջորյանից նման քայլի համար, վերջինս հայտարարել է, թե ինքը խմբակցության ղեկավար է եւ իրավունք չունի իրեն դիմողների միջև տարբերություն դնել եւ մերժել։ Անդրանիկ Քոչարյանն անձամբ Կոնջորյանին է դիմել եւ երաշխիք խնդրել ԿՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվելու համար։ Իհարկե նույն ԿՊ աղբյուրները նշում են, որ սա ոչինչ չի կարող նշանակել, քանի որ ցուցակը դեռևս զտվելու է եւ քիչ հավանական է, որ Քոչարյանը կարողանա ապահովել մանդատը։ Ինչպես տեղեկացանք, այս առաջադրումը լուրջ բախումներ է առաջացրել ԿՊ խմբակցությունում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները բացառությամբ 1-2 հոգու կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։ Ժողովուրդը նաև գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ԿՊ վարչությունը ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր սցենարները։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար նախ կարևոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի անձին ուսումնասիրելուց, բարեվարկությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով հատիկ քննելուց հետո։ Դեռևս երկար ժամանակ է պահանջվելու մինչև Փաշինյանը կզտի ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան։ Իդեպ իշխանական վերնախավում համոզված են, որ սահմանադրական մեծամասնություն են կազմելու եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել։ Բացի խորհրդարանական ընտրությունների կարևորությունից, Փաշինյանի համար թիվ 1 թեման կաթողիկոսին հեռացնելն է, որը ըստ իշխանական մեր աղբյուրների առաջիկայում իրագործվելու է։ Այդ հարցը շատ արագ լուծելու են, մշակված պլանով առաջ են գնալու։ Հրապարակը գրում է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաև 44-օրյա պատերազմի օրերին, երեկ հայտարարեց, որ դիմել է ազգային ժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին եւ հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար։ Սակայն մերժում է ստացել այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի։ Հայտնի է, որ ազգային ժողովի նախագահն այն ուղարկել է խորհրդարանի գաղտնի բաժին, որին ծանոթանալու իրավունք ունեն միայն գաղտնիության դոստուպ ունեցող падգամավորները։ Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ խորհրդակցելով իր փաստաբանական խմբի հետ եւ համարելով, որ մերժումն անհիմն է, կրկին դիմել է ու սպասում է պատասխանի։ Մեր տեղեկություններով Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալ զեկույցի հետ, քանի որ ինչպես նշեցինք, դրան կարող են ծանոթանալ մարդիկ, որոնք գաղտնիության դոստուպ ունեն, ընդ որում падգամավորներից ոմանք, օրինակ Սեյրան Օհանյանը նույնպես իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով չունի այդ դոստուպը եւ թեպետ ցանկություն ունի այդ զեկույցին ծանոթանալու, բայց իրավունք չունի։ Փոխարենը մեզ պատմեցին, որ Տոնոյանն իրավունք ունի եւ կարող է ստանալ իր մասնակցությամբ նիստի արձանագրությունները։ Հունաստանում վարվել են 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը, խաղերն անցկացվելու են Միլանում եւ Կորտինա Դամպեցոյում։ Վատ եղանակի պատճառով հանդիսավոր արարողությունը անտիկ մարզադաշտից տեղափոխվել է հնագիտական թանգարան։ Հունաստանում կարճատև ճանապարհորդությունից հետո կրակը կուղևորվի 63-օրյա էստաֆետի Իտալիայով, այն կանցնի 12000 կիլոմետր, այցելելով երկրի բոլոր 110 նահանգները։ Ուղևորությունը կավարտվի փետրվարի 6-ին Միլանի Սան Սիրո մարզադաշտում։ Իտալացին իր մահացած մոր կերպարով ներկայացել է քաղաքապետարան, որ շարունակի թոշակ ստանալ, սակայն աշխատակիցները գաղտնազերծել են Խաբեբային, նրա մայրը 3 տարի առաջ էր մահացել։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։